Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Եղի՛ր քաջ և քաջալերվի՛ր։ Երբեմն կյանքի հոգսերը կարող են մեզ այնքան ճնշել, որ մենք սկսենք զգալ մեզ անօգնական և անհույս։ Երբ բախվում ենք մեր կյանք այցելած տառապանքներին ու հարատև դժվարություններին, դժվար է լինում թևաթափ լինելուց խուսափելն ու հանձնվելու որոշման դեմ պայքարելը։ Նման պահերին մեր հիասթափության մեջ մենք կարող ենք անգամ վստահ լինել, թե ոչինչ չենք կարող անել իրավիճակը որևէ դրական փոփոխության հասցնելու համար։ Սիրելի՛ բարեկամ, հենց այսպիսի զգացողություն ուներ Հեսուն՝ Մովսեսին փոխարինող առաջնորդը, երբ ստացավ հսկայական պատասխանատվություն պարփակող առաջադրանքը՝ նվաճել Քանանը և գրավել Երիքովը, որը նա պետք է հիմնահատակ կործաներ։ Երիքովի անառիկ պարիսպները բացարձակապես այլ հեռանկարի մասին էին խոսում։ Եվ հենց այդ ժամանակ էր, որ Տերը զորավոր կերպով քաջալերեց նրան։ «Ահա պատվիրում եմ քեզ. զորացի՛ր և քաջ եղի՛ր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս» (Ա Հեսու 1:9)։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու նույնպես որոշել ես ծառայել Աստծուն անկախ քո մտավախություններից և քո առջև ծառացած մարտահրավերներից, ապա ուզում եմ հստակ իմանաս, որ այս խոստումը, որն Աստված ուղղեց Հեսուին, նաև քեզ է վերաբերում։ Գուցե որոշակի դժվարությունների ես բախվել Աստծուն ծառայելու գործում։ Գուցե կարծում ես, թե քեզ չի հաջողվի։ Գուցե ունես քաջության և վճռականության պակաս։ Իմ սեփական փորձից ասեմ, որ նման իրավիճակներում այլ բան չի մնում անել, քան զորանալ Տիրոջով և առաջ շարժվել, որովհետև հանուն Աստծու Արքայության գործելու պատվերը մեզ փոխանցած Տերը միշտ մեզ հետ է և միշտ մեր կողքին կլինի ամենուր և ցանկացած իրավիճակում։ Ամեն անգամ, երբ ինչ-որ ձայն քո ներսում ասում է, որ դու չունես համապատասխան գիտելիքներ, մյուսներն ավելի լավ կարող են անել այդ ծառայությունը, դա հովիվների և առաջնորդ ծառայողների գործն է, Աստված քեզ չի պարգևել նման տաղանդներ կամ դու արժանի չես Աստծուն ծառայելուն քո անցյալի մեղքերի պատճառով, ամեն անգամ, երբ նման պնդումներ են ծնվում քո մտքում, լսի՛ր, թե ինչպես է Աստված քաջալերում քեզ։ «Եվ նա պատասխանեց և ասաց ինձ. «Սա Տիրոջ խոսքն է Զորաբաբելին, որ ասում է. «Ոչ թե զորությամբ և ոչ էլ ուժով, այլ Իմ Հոգով, ասում է Զորքերի Տերը»։ Դու ո՞վ ես, ո՛վ մեծ լեռ, դու Զորաբաբելի առաջ մի հարթավայր պիտի լինես, և նա դուրս պիտի հանի գլխավոր քարը. շնորհք, շնորհք նրան աղաղակներով»։ Հիշի՛ր, որ փոքր բաներում հավատարիմ լինելու պարագայում Աստված քեզ ավելի մեծ գործեր է վստահելու։ Եվ իրոք, երբ դու հավատում ես Տեր Հիսուսին, փափագ ունես Նրան ծառայելու և խնդրում ես Նրա Հոգու պարգևը, Տերը քեզ երբեք ձեռնունայն չի թողնի։ Նա Ինքն է փնտրում հավատարիմ մարդկանց, որպեսզի զորացնի Իր գործի համար։ Սուրբ Հոգու պարգևը նաև քեզ համար է։ Պարզապես խնդրի՛ր հավատքով և Տիրոջը ծառայելու շարժառիթով։ Ե՛կ միասին աղոթենք այս կարճ աղոթքով. «Իմ երկնային Հա՛յր, խոստովանում եմ, որ ես դեռ երբեմն կաշկանդվում եմ Քեզ նվիրյալ ու խիզախ կերպով ծառայելու հարցում։ Օգնի՛ր ինձ, որ երբեք չմոռանամ, որ Դու ես ինձ ուժ և զորություն պարգևողը, որ Դու Քո Սուրբ Հոգով ներկա ես իմ ներսում և որ Դու իմ կողքին ես ամենուր և ցանկացած իրավիճակում և իմ յուրաքանչյուր ծառայության մեջ։ Ես խնդրում եմ, որ հեռացնես ինձնից ստության ու կասկածի բոլոր կապանքները և շնորհես ինձ Քո Հոգով զորանալու և ամրանալու, ինչպես նաև Սուրբ Հոգու պարգևներով Քեզ ծառայելու մեծ արտոնությունը։ Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։ Այո, հենց Ինքն Աստված քեզ հետ է։ Նա գնում է քո առջևից և պաշտպանում նաև քո թիկունքը։ Ընդունի՛ր Նրա Հոգին։ Զորացի՛ր և գործի՛ր հանուն Տեր Աստծու և Նրա Արքայության գործի։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։